Ողջույն սիրելի բարեկամներ, մենք Շիրակի մարզում ենք։ Փաշինյանի կառավարությունը այս 7-8 տարվա մեջ հաստատեց, որ ոչ միայն չի ուզում աշխատել, այլև նախկին ճակերտավոր թալանչիների բիզնեսի հովանավորողն է։ Իրական Հայաստանում ոչ մի ոլորտում փաշինյանական կառավարության պաշտոնյաները որևիցե գործ ի նպաստ պետությանը ու քաղաքացիների չեն արել, բայց նրան սատարող մարդիկ սակայն դեռ կարծում են, որ Փաշինյանին հասցեագրված իրենց բողոքները պարզապես տեղ չեն հասնում։ Օրինակ, սկսած 2018 թվականից Ախուրյան գետի վրա 3 փոքր հեկերի սեփականատերեր տարիներ շարունակ նամակներ են գրում վարչապետին, բազմաթիվ լրատվամիջոցներով հայտարարում իրենց բողոքի մասին, նյութերը, որ հրապարակվել են, նույնիսկ դատական պրոցես է սկսվել, բայց սայլը տեղից մեկ է չի շարժվում։ Ավելին, Շիրակի մարզի այս տարիների ջրօգտագործող ընկերության ղեկավարները մեկը մյուսի նման թիթեռ նկարելով են զբաղվում, ոչ թե գործով։ Իսկ եթե մարդը իր սեփական շահերը մի կողմ դնի և մտածի միայն երկրի, հողի, բնության ու տնտեսության բնականոն զարգացման մասին, ապա 8 տարի ոչ Փաշինյանի դռները ապարդյուն ծեծելու կարիքը կլիներ, ոչ էլ լրագրողներին, բնապահպաններին հարցի մասին ահազանգելու խնդրանքներով դիմելու։ Ընդամենը մեկ դռնակ էր պետք բացել ու Շիրակի մարզի կարևոր ջրային ռեսուրսի Ախուրյան գետի բնական հոսքին խոչընդոտող դռնակի փականը բացվեր, և այդ դռնակը սա է։ Տարիներ շարունակ կոնկրետ մարդիկ շահերի բախման պատճառով չեն կարողանում պաշտոնյաներին հասկացնել, որ տարվա մի հատվածում իրենց սեփականություն հանդիսացող 3 հեկերը ևս իրավունք ունեն ջուր ստանալու, բայց Ախուրյան գետի գրեթե ամբողջ ջուրը ոչ թե բուն գետի հունով է հոսում, այլև ոռոգման համար նախատեսված ջրանցքով։ Ընդհանրապես, Ախուրյան գետի Ամասիայի տարածաշրջանում 1974 թվականից 2 ոռոգման համակարգեր են գործում, դրանցից մեկը հենց սա է՝ Աջափնյա ջրանցքը, որը Ախուրյան գետի վերին հատվածի աջ տեղաբաշխված համայնքների ոռոգման համար էր կառուցվել և պետք է հողագործներին ապահովեր ջրով ոռոգման ամբողջ շրջանում։ Բայց արի ու տես, այդ ոռոգման համար նախատեսված ջրագծի վրա ժամանակին կառուցվել է հեկ ու դրա սեփականատերը կամ տերերը միանձնյա օգտվում են ջրից ամբողջ տարվա ընթացքում, ջրազրկված թողնելով բուն Ախուրյան գետի տվյալ հատվածը։ Մի կողմ դնենք այդ հեկերի տերերի շահերը, իսկ ով է թույլ տվել պետական գույք հանդիսացող գետը սարքել չորացած արգանդ։ 8 տարի ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չպետք է թփրտար։ Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու, չի պլստալու։ Հայաստանում գողերի ժամանակը անցել է, ամերիկաներից լինի, Ռուսաստաններից լինի, Ավստրալիաներից լինի, գտնելու ենք, բերելու ենք իրենց և իրենց գողացած ամեն լումա, ամեն կոպեկ, ամեն դոլար։ Հիշում եք, բայց պարզվեց, խեղճ ձկները իրական կյանքում կենսատու ջրից զրկվեցին, իսկ մկները նախկինների կառքից թռան Նիկոլեն սայլը ու այդպես քաղաքական խաղեր տանելով շարունակեցին հասարակ մարդկանց խաբել, բնությունն էլ դարձրեցին կթուկով ու ամուլսարն էլ բացեցին, գետերն ու Սևանի լիճն էլ սարքեցին սեփական գրպանի հարստացման աղբյուր,
ու ավելի մեծ թալանչի ներկայացան, քան նախկինները։ Հիմա փորձեմ կարճ, կոնկրետ ու շատ մատչելի բացատրել, թե ինչու է ոչ միայն Հայաստանի համար, այլև գլոբալ առումով կարևորվում չակերտավոր անլուծելի հայտարարված Ախուրյան գետի ջրազրկման ողբերգության հարցը։ Այս գետը սկիզբ է առնում Ղուկասյանի Սարահարթի Արփի լճից, գետաբերանից և թափվում է Բագարան գյուղի մոտ Արաքս գետը։ Ջրարտադրությամբ այն հանրապետության երրորդ գետն է տարեկան 900 միլիոն խմ ջրով։ Ես բազմիցս պատմել եմ, թե որքան կարևոր է Շիրակի հիդրոլոգիական համակարգը բնության ու հատկապես թռչունների, այդ թվում ջրլող թռչունների համար։ Ի դեպ, երբ այս տեսանյութը նկարում էի, մեզ ճանապարհին պատահեց սև սագը, որին նաև բակլան են ասում։ Հանդիպեցին նաև մի խումբ վայրի բադեր։ Թեպետ այս տարածքում նաև կարմիր գրքյան թռչնատեսակներն են հանդիպում, այդ թվում սև արագիլը։ Բայց անցում կատարենք տնտեսական կարևորության հարցերին, որոնց շարքում են ոռոգման համակարգերը։ Մեր հիդրոլոգիական հանգույցները, մանավանդ Արցախի հանձնումից հետո, պետք է էլ ավելի կարևորել, որովհետև արդեն հանձնել ենք Սարսանգի հիդրոլոգիական ամբողջական տարածքները, Սյունիքի, Որոտանի ավազանը սնող ջրային ռեսուրսների խնդիր ևս ունենք ադրբեջանական օկուպացիայի հետևանքով, իսկ Շիրակի ջրագոյացման միջոցները չենք կարողանում կամ չենք ուզում կառավարել, բայց հարևան Թուրքիան արդեն օգտվում է իր տնտեսական հզորություններից, սարքել է ջրամբարներ, որոնք մեր կողմի ջրային ռեսուրսների սակավության վրա են ազդել։ Կարճ ասած, նրանց ջրամբարաշինության պատճառով Հայաստան շատ քիչ ջուր է մտնում։ Ուրեմն, կարծես մենք էլ պետք է մտածեինք արագ ջրահավաք պահեստների խնդիրը լուծելու մասին, բայց առայժմ միայն նախագծային մակարդակի վրա Կապսի ջրամբարի վերակառուցման գործընթացն ենք տեսնում։ Ի դեպ, այդ ջրամբարի նախագիծն էլ ոչ թե տեղական ընկերություններն են իրականացնում, այլ Չինաստանի, Գերմանիան էլ ֆինանսավորում է։ Ու շահագրգռված եղել է ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ չգիտես ինչու Գերմանիայինը։ Տարօրինակ է։ Իրականում պարզ մի պատճառ կա։ Կապսի ջրամբարի կառուցումը, որը սկսվել էր 1985 թվականին, 88-ի երկրաշարժից հետո կանգնել էր։ 2013 թվականին Հայաստանի կառավարությունը հավանություն է տալիս Հայաստանի և Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի, այսինքն KfW-ի միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որը ուղղված է ջրամբարի վերականգնմանը, մասնավորապես պատվարի բարձրացմանը, որի շնորհիվ ինքնահոս համակարգով ոռոգման ջուր պետք է մատակարարվի նախագծային 8 համայնքներում՝ Ախուրիկ, Երազգավորս, Ղարիբջանյան, Գետ, Կբայանդուր, Շիրակավան և Լուսաղբյուր։ Այս տարի հայտնի դարձավ, որ միջազգային մրցույթը շահել է չինական Shanxi Construction Investment Group-ը և ըստ պայմանագրի պետք է առաջին փուլը ավարտի 34 ամսում, այսինքն հաջորդ տարի, բայց չի հասցնում ժամկետների մեջ տեղավորվել։ Եվ ուշացումների հիմնական պատճառը այն է, որ Կապալառուն դեռևս մրցույթային փուլում հաստատված անձնակազմը չի կարողացել մոբիլիզացնել պայմանագրի մեկնարկի ժամանակ։ Պարզ ասած, չինական ընկերությունը իր աշխատակիցներին չի կարողացել արագ բերել Հայաստան։ Բացի դա, կա թարգմանելու խնդիր։ Չինացիները չգիտեն հայերեն, չգիտեն ռուսերեն, չգիտեն անգլերեն, բայց շահել են Հայաստանում մի կարևոր շինարարության կառուցման մրցույթ։ Այստեղ էլ մի շարք զարմանալու պատճառներ ու հարցեր են ծագում։ Ի դեպ, Գերմանիան Թավշյա հեղափոխության սկզբից ի վեր սկզբում սառեցրեց բոլոր ֆինանսական ծրագրերը, որովհետև ՀՀ նոր իշխանությունը նրանց կատարողական հաշվետվություններ չէր ներկայացնում, բայց հետո Եվրամիության
ներկայացուցչի շնորհիվ ֆինանսական հոսքերը նորից բացվեցին։ Պարզ էր, որ Եվրոմիությունը սրանով ցանկացավ աշխատել նոր կառավարության հետ մեր տարածաշրջանում իր քաղաքական ծրագրերի իրականացման տրամաբանական շարունակությունը ապահովելու համար։ Եվ այսպես կապսի ջրամբարի կառուցման համար ի վերջո հատկացվեց գերմանական KfW բանկի կողմից 68.5 միլիոն եվրոյի վարկ, իսկ ևս 26.7 միլիոն եվրո էլ հատկացրեց Հայաստանի կառավարությունը։ Միջազգային վարկավորման պայմաններից մեկն է տեղի կառավարությանը մասնաբաժնով մասնակցելը։ Ի դեպ, տվյալ երկրի պետությունը պարտադիր չէ փող դնի, այլ կարող է ծրագրում գումարի փոխարեն ներգրավի հող, տարածք կամ որևիցե գույք և աշխատուժ։ Այս հատվածը մանրամասնեցինք, որպեսզի պարզ դառնա, թե սպասվող ընտրություններին ընդառաջ Փաշինյանական կառավարությունը ինչի է ոտու ձեռք ընկել, ինչու է փոխում ջրային կոմիտեի նախագահին, արագացնում է Սերժ Սարգսյանի կառավարությունից ժառանգած այս կամ այն անավարտ շինարարական պրոյեկտները, որոնց թվում հյուսիս-հարավ ճանապարհն է, կամ հենց մեր նշված կապսի ջրամբարը։ Իսկ ես հարց ունեմ ջրային կոմիտեի նոր ղեկավար Արամազդ Ղալամքարյանին։ Հայաստանում սա եզակի դեպք է, երբ ոռոգման ջրանցքի միջոցով, որը ի դեպ անոտարելի պետական նշանակության գույք է, շահագործվող փոքր հեկը շահագործվում է ոռոգման գործընթացին զուգահեռ, ոռոգման ջրի հաշվին, այսինքն ձմռան ընթացքում ևս, որը չպետք է լինի։ Իսկ մյուս 3 հեկերը, որոնք գետի բնական հունի վրա էին կառուցվել և պետք է աշխատեին այն ժամանակ, երբ ոռոգման ամիսներին չի աշխատում Աչափնյա ջրագծի վրայի ջրաձոր հեկը, դադարեցրել են իրենց գործունեությունը, որովհետև Ախուրյան գետում փոքր հեկերի համար անհրաժեշտ նվազագույն ջրի ելքը բացակայում է, այսինքն չկա անհրաժեշտ ջրաքանակը։ Պարոն Ղալամքարյան, դուք քաղաքական դաշտում ՀՀՇ-ից անցում կատարեցիք ՀԱԿ, հետո հերքեցիք ձեր քաղաքական ուղին, հավատարմություն խոստովանելով Փաշինյանին, իսկ երեկ չէ առաջի օրը ձեզ նշանակեցին կարևոր պաշտոնի՝ ջրային կոմիտեի նախագահ, և դուք ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք՝ ի գործ։ Հիդրոէլեկտրոէներգիայի գաղափարը վատ բան չէ, բայց մեր երկրում դրանց կառավարման ձևերը ինչպիսի՞ն են, գիտեք, հեկերի տերը հասարակություն չի։ Դրանք կառավարում և շահույթ են ստանում անհատները, իսկ որոշները մյուս սեփականատերերի հետ մտնում են առճակատման ու ջրի ակունքի վրայի վիշապի դեր խաղում։ Իսկ Ախուրյան գետի այս փականը բացելը անդառնալի ելակետ կարծես դարձած լինի։ Ջոյի պետը ասում է՝ չեմ կարող բացել, դատական պրոցես է, կամ ընդհանրապես, երբ զանգում ես, ասում է ես քաղաքում չեմ, հետո կզանգեք։ Էկոպարեկային ծառայության ղեկավարն էլ հասնում է Շիրակի մարզ, մի հատ չի այցելում, խնդրին չի ծանոթանում, մնաց բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, նրանց էլ պետք է դիմել, բնության հանդեպ խախտում գրանցելու դեպքը գրանցեն, բայց դիմումը նորից վերադարձնում են նույն կետին և բոլորը հերթով նորից ասում են սեփականատերերի շահերի բախման մասին, դատական պրոցեսների, իսկ գետը մնում է ցամաքած ու չորացած։ Ո՞րն է խնդիրը։ Պետական գույք հանդիսացող այս դուռը բացել ու ջուր բաց թողնել Ախուրյան գետ։ Այս կառույցը, որ խորհրդային տարիներին է կառուցվել, ախր ոչ մի անհատի սեփականություն չի, այն Հայաստանի Հանրապետության գույքն է ու դատական պրոցեսները բնության աղեթի պատճառ կոնկրետ հատվածում
չեն կարող հանդիսանալ։ Պարզապես քաղաքական կամք պետք է լինի, ոչ թե դրա անտուրաժը։ Իդեպ, որպես էկոլրագրող, նշեմ, սիրելի բարեկամներ, որ աշխարհում ամենամեծ խնդիրը հենց ջրային ռեսուրսների սխալ կառավարումից է գալի։ Եվ այսպես է ստացվում է, որ մեկը գերշահույթ է ունենում։ Իդեպ, ես խնդրեցի, որ Մեսրոպ Մանուկյանը, այսինքն այդ հեկի տերը, խոսի իր կողմից բացատրի ինչումն է խնդիրը, որ միակողմանի նյութը չլինի, բայց պարոն Մանուկյանը հրաժարվեց, ասեց, որ ինքը խնդիր չունի եւ չի էլ ուզում այնքան է խոսել այս թեմայից, որ չի ուզում խոսել։ Ես որպես լրագրող ուրիշ միջոց չունեմ, քան դիմել նաեւ ջրային կոմիտեին այս հարցը, այս խնդիրը ի վերջո փոշոտված, հարցը լուծվի։ Այսքանը, շնորհակալություն, որ դիտեցիք, ցտեսություն։